Ինչ փուլում է։ Բողոքը ուղարկված է, վստահ եմ, որ հասել է տեղ, մնացած ընթացակարգային հարցերը երբ տեղեկություն ունենանք ասենք։ Նկատի ունեմ դա ինչ ընթացակարգով է քննվելու, կոմունիկացիան արագ է լինելու, թե սովորական։ Չեմ կարծում, սովորական ընթացակարգով է գնալու։ Դա չեմ կարող ասել։ Կարծում եմ հնարավորություն կա ներկայացնել ավելի արագ ասած ռեժիմով, բայց դա հանգամանքից ստացված է։ Եվ կոնվենցիաների մասով կարող եք ասել։ Դրա կապված առանձին քննարկում կազմակերպենք, մանրամասն ներկայացնենք։ Տիկին Կարմանյան դատի ժամանակ չէի զսպում դրեց, հաջողության մասին խոսենք։ Իրականում իրավական տեսանկյունից սա մեծ հաջողություն չի, բայց բարոյական տեսանկյունից իհարկե շատ մեծ անհրաժեշտություն է, դրանով է պայմանավորված, որ ես քանի որ գիտեմ, որ Սրբազանը թեկուզ շատ մեծ, այսպես դիմադրություն էր ցույց տալիս հոգեպես եւ անկոտրում էր մնում, բայց քրեակատարողական հիմնարկի պատերում գտնվելու եւ անձի հոգեվիճակի մասին ես իհարկե շատ լավ պատկերացում ունեմ, թե մարդիկ այնտեղ ինչ են զգում, դրա համար շատ ուրախ եմ, որ Սրբազան գոնե իր տան պատերի ներսում կլինի եւ այդ կենցաղային խնդիրները եւ այլն կհոգա եւ լիահույս եմ, որ մեր մյուս միջնորդություններ կբավարարվի եւ Սրբազանին կթույլատրվի պատարագին մասնակցել ամեն գիրակի մինչեւ արդարացում։ Տիկին Կարմանյան, այս մեղադրանքի համար ըստ էության ընտրվել էր ամենախիստ պատիժը ու 6 ամիսը ինչու է պահանջում դատախազությունը, ինչ է խնդրում։ Նայեք, այդ 6 ամսվա համար մենք արդեն խոսել ենք, որ դատախազության բողոքը մենք դիտարկում ենք ուղղակի ձևական բողոք, հենց սկզբից էլ դրա մասին արտահայտվել ենք, որ բողոքը շուտ բերվեց եւ այդ 6 ամիսը ավելացնելու պահանջը ներկայացվեց, որպեսզի շուտ իրենք կարողանային կոմունիկացնել եւ վերաքննիչ դատարանում կազմապահովել եւ իհարկե դրանով էր պայմանավորված նաեւ մեր բացահայտելու միջնորդությունները, որ ոչ դատախազությանը, ոչ դատարանների նկատմամբ վստահություն չկա։ Այս որոշումով վերաքննիչ դատարանը առաջընթաց գրանցեց անկեղծորեն, հա, եթե տեսակ դատավորների հրապարակումը, հա, նախագահ դատավորի մի տեսակ այսպես ծանր հրապարակվեց, բայց ես բոլորի շնորհավորում եմ, որ լրիվ չի, որ արդարության զգացողությունը ընդհանրապես կորցրել ենք, ոտնակոխ ենք արել, ինձ ավելի նախընտրելի է այս կազմով, հա, դատարան լինի, քան դատարան, որ ունի լավ համբավ, չհագերտավոր այսպես, հա, մշտապես են ոչ զգայուն գործերով որոշումները կայացնում կամ դատավճիռներ, ու հետո գնա ու շատ խիստ դատավճիռ կայացնի, հակաիրավական ապօրինի դատավճիռ կայացնի։ Այսպես քայլ առ քայլ գնանք առաջ, փորձենք փրկել արդարադատությունը ու նաև պետությունը։ Կարմանյան, այստեղից միանգամից կտեղափոխվի Գյումրի, Սրբազանը։ Այո։ Հիմա քրեակատարողական հիմնարկը պիտի իր աշխատանքները կազմակերպի, ամեն դեպքում կալանավոր են երկ անում, քրեակատարողական ծառայությունից դա ընթացակարգ է պահանջում, բացի այդ մենք Իզմիլյան բժշկական կենտրոնում իր առողջության հետ կապված հետազոտություններ, ընթացիկ պրոցեդուրաներ, դրա հետ կապված հարցերը կլուծենք, հետո արդեն անձը կտեղափոխվի կարգը այդպես է, տեղափոխվում է իր բնակության վայր, որը որ տվյալ որոշումով սահմանվել է, հետո արդեն այդ ոտքի բրասլետ եւ այլն պրոբացիայի ծառայությունը այդ հարցերը կազմակերպի ամսի 10-ին։